Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք այսօր հաղորդումը մի քանի օր առաջ, ավելի ճիշտ հուլիսի 14-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ համաժողով, որի մասնակիցները կոչ են արել բոյկոտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նորացված առաջարկությունները։ Ինչ բան են նորացված առաջարկությունները։ Մինսկի խմբի համանախագահները Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչները համապատասխանաբար իրենց երկրների ղեկավարներին, Ֆրանսիայի նախագահին, Միացյալ Նահանգների նախագահին և Ռուսաստանի նախագահին զեկուցելով իրադարձությունների ընթացքը կամ գնալ գալով այս երկիր Ադրբեջան, Հայաստան, բանակցելով, խոսելով, ինչ-որ ինտրիգներ անելով, վերջապես իրենց նախագահներին, իրենց երկրների զեկուցեցին այն պլանները, որը մտադիր են կատարել տարածքաշրջանում Ղարաբաղյան հակամարտության մեջ խաղաղություն հաստատելու գործընթաց ապահովելու համար իրենց տղայական, պատանեական ծրագրերը տալով իրենց նախագահներին։ Իսկ նախագահներն ովքեր են, նրանք էլ դե ջահել-ջուլ երեխեք են։ Այդպես պիտի դատենք։ Հիմա բանից դուրս եկա, որ մենք շատ մեծացանք, ծերացանք, երեկվա երեխաները այսօր դարել են, մեկը Միացյալ Նահանգների նախագահ դարել, 20 տարի առաջ ֆուտբոլ էր խաղում երեխան։ Այդ մյուսը ինչ-որ Ռուսաստանի Մեդվեդևը 30 տարի առաջ ով էր։ Ինչ-որ մի հատ պատանի մարոժնի էր ուտում, այսպես։ Եվ Սարկոզին էլ գիտեք։ Մինչև այսօր հայտնի չի հակումներն ու բնույթը։ Հիմա սրանք ես երեք երկրների նախագահները կարծես թե առաջվա Միացյալ Նահանգների նախագահի ծանրությունը չկա, կամ Ֆրանսիայի Դգոլի ծանրությունը, կամ Ռուսաստանի թեկուզ Բրեժնևի ծանրությունը չկա, եւ ֆիզիկապես եւ ասենք քտո տամով։ Չկա այդ բանը։ Նայում ես երեխաներ են ինչ-որ բայց հայկական հարցի ճակատագիր են ուզում որոշել, իրենք էլ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել։ Ցավն է, որ տեղյակ չեն, որովհետև իրադարձությունները, որ 20 տարվա հնություն ունեն, պատկերացրեք, այդ երեխաներն էլ 40 տարեկան են շաշատ։ Ինչ պիտի իմանային այն ժամանակ։ Ուրեմն սրանց մոտ ամեն ինչ աղավաղվել է, ամեն ինչ նորից պետք է սկսվի։ Ով պիտի սկսի, ինչպես պիտի սկսեն, Մինսկի համանախագահներն էլ էլի մեկի կինը թուրք է, այն մյուսինը չգիտեք ինչ է, սրանք ցարցերն էլ ջրի վրա է, ամեն ինչ երիտասարդացած, թարմացած է, այնպես ինչպես պատմությունը չեն հիշում, ով է հիշում, ասենք Սևրի պայմանագիրը, այս երեխաները որտե՞ղ պիտի հիշեն, ով է բերել իրենց դարձրել նախագահ, ինչպես դարձան, այս բոլորը հարցեր են, չէ, բայց ինչ վրա է դարել են։ Հիմա սրանց նորից պետք է պատմություն պատմես։ Օբամային Մորգենթաունի հուշերը պիտի ցույց տաս, որ կարդա, եկը կարդա, չի կարդա։ Որտեղ հազիվ ինքը հասել է միտեղ, որտեղ պիտի անընդհատ խոսի, էլ կարդալու ժամանակ չկա։ Մեդվեդևը գիտի։ Իսկ Պուտինը չգիտեր, Մեդվեդևը որտեղից պիտի իմանա։ Պուտինի ձեռքը մի անգամ տվեցին Պետրոս առաջինը ինչ է ասել հայերի մասին, որ հայերին ամենուրեք ընդունեք, գուրգուրեք, սիրեք, տեղ տվեք կայսրությունում։ Այդ ասեց, կարդաց, բոլորը ծափ տվին ուրախացան, իշխանությունը 8 տարուց հետո հանձնեց Մեդվեդևին, Մեդվեդևը եկել է ու հիմա ինչ-որ նորացված հայտարարություններ են անում, ոչ մի բան չեն կարողացել հնարել։ Երեկվա հաղորդման ժամանակ ես ձեզ ասեցի, որ ոչ մեկի մտով չի անցնում, որ պատերազմական գիծը դա զինադադարի գիծ է, իսկ զինադադարից հետո, պատերազմից հետո, անուն ունի, չէ, զինադադար, ինչի միջև, Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Ղարաբաղի Հանրապետությունը եղերը չեն ճանաչում։ Հետո ինչ որ չես ճանաչում, բա ով էր կռվում իր հայրենիքի համար։ Կարող է սերբերն էին կռվում։ Ղարաբաղցիներն էին կռվում։
եւ որպեսզի ցեղասպանության չի ենթարկվեն, իրենց տարածքները պատմական չլքեն, չփախչեն բռնի ուժի գործադրմամբ, չկորցնեն իրենց հայրենիքը, Հայաստանից դա կարող էր նաև լինել Պարսկաստանից, Վրաստանից, Չինաստանից կամավորներ մեկնեցին պաշտպանելու ղարաբաղցիներին ոչնչացումից։ Այսքան բանը չեն կարող խոսան մեր արտաքին գործերի նախարարությունում այս երիտասարդ պրեզիդենտներին, որ ասեն այսպես է եղել, առանց խճճելու ինչ որ միջազգային տերմինոլոգիայի մեջ։ Այդպես է եղել, այդպես է եղել։ Ղարաբաղցիներին մեկը կարող ասի, որ եկվոր են, չեն կարող ասել։ Բա ինչու՞մն է բանը։ Հիմա հասել է այնտեղ, որտեղ բանակցությունների ձգձգման ժամանակ տարբեր արահետներ գծվեցին։ Հելսինկյան, չգիտեք ինչ, Մադրիդյան, չգիտեք ինչ, հակա Քուեստի խոսակցություն, Մոսկվայի խոսակցություն, հազար տեսակ, այնքան ձգձգվեց, որ խեղճ Ալիևը մեռավ, հիմա այդ նույն գործը, անորոշության գործը շարունակում է տղան։ Այն էլ վերջերս պարզվեց, որ կաշառակերություն են տվել, սրանով էլ նրա սանձը բերեցին դեպի Նաբոկոյի ծրագրի մեջ, որ Ռուսաստանի հետ որ միանում ես, բայց մենք այս բոլորը գնահատում ենք, մենք հայերս, ամբողջ աշխարհի, որ բոլոր աշխարհը հնարավոր է միանա ընդդեմ հայերի, որովհետև պատմության ընթացքը մեզ միայն դա է պատմել, ուրիշ բան չի պատմել, որ հանկարծ բոլորը միանում են եւ անդուր կուլիսյան որոշումներով Հայաստանին գցում են ծանր դրության մեջ։ Եվ այդ ժամանակ փորձը մեզ 100 տարվա ասում է, որ ոչ Ավետիս Ահարոնյանն է կարողանում փրկի դրությունը, ոչ Վրացյանն է կարողանում փրկի դրությունը, ոչ Գյուլբեկյանն է կարող, ոչ Ալեք Մանուկյանն է կարող, ոչ Քրկ Գրիգորյանն է կարողանում, ոչ մեկը չեն կարողանում, ոչ էլ Նուբար Փաշան։ Այսինքն հայերի միասնական համախմբումը աշխարհին չի կարողանում համոզի այս կամ այն ճշմարտության մեջ։ Նոր տեսակի մոտեցում է պետք։ Ինչպիսի։ Դրա համար երեկվա հաղորդման ժամանակ ես բավականին մոտեցրի հարցը Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման։ Այսինքն վերադառնում ենք 3000 տարի հետ։ Երբ որ հայ-չինական բարեկամությունը կամ առևտրական մետաքսի ճանապարհը անցնում էր Չհայաստանով եւ ավելի վաղ։ Եվ ընդհանրական գծեր բերեցի, որ Չին ժողովուրդը հարգում է իր ծնողներին, իր նախնիներին, իր երեխաներին, այսինքն ունի շատ ընդհանուր հատկություններ, որոնք որ չունեն ռուսները մեր համար, մեր նման չեն։ Չինացիների մոտ այդքան պաշար կա։ Ռուսների մոտ մենք չունենք այդպիսի պաշար։ Ֆրանսիացիների մոտ որևէ ազգային նմանություններ բոլորովին չունենք։ Բացի Շարլ Ազնավուրի երգերից, ուրիշ բան ֆրանսիացիների հետ, ազգի հետ ունենք, չունենք։ Միայն հիշողությունը կա, որ հայկական լեգիոնը 5000-անոց, որը կռվում էր Սանջակում, հարավային Թուրքիա, Կիլիկիայի շրջանում, ֆրանսիացիները դավաճանեցին, այսինքն ֆրանսիացիներին վաստակեցին էլ պոռնիկ, մարմնավաճառ մեր դասականների կողմից այս արտահայտությունը։ Հիմա հայ ժողովուրդը մոռացել է այդ բոլորը, որ այդ Ֆրանսիան իր համար ապագա չի, թեկուզ այդքան հայեր են ապրում Ֆրանսիայում, որ ինքը ճահիճի մեջ թաղված Մյունխաուզենը, ինքը Ֆրանսիան, մինչև այսօր էլ չի հասկանում, մի քանի օր առաջ ազգային տոն էր տոնում Բաստիլի նվաճումը։ Այսինքն նույնիսկ չի հասկանում, որ Բաստիլը ֆրանսիական հենակետն էր իրենց,
թագավորության եւ ամեն ինչի եւ իր ներքին հեղափոխությունը, որի արմատները իգնել չի հասկանում, թե որտեղից է գալիս, ինքը ազատագրությունը համարում ումից ինքն իրենից Մյունխաուզենի նման իրեն դուրս է բերել ճահիճներից իր մազերից բռնելով, այսինքն Ֆրանսիան ապագա չունի քաղաքականության մեջ եւ հետագայում բնակչությունը պիտի նվազի, փոքրանա, բնակչությունը այնտեղ պիտի ավելանա այլ կրոնների, այլ ժողովուրդների հաշվին, այսինքն սա առաջիկայում Միացյալ Նահանգների վիճակն ինչ է շուտով Միացյալ Նահանգների բոլոր միջնակարգ դպրոցներում կմտցնեն եբրու լեզուն պարտադիր ուսուցման մեջ դե արդեն պատկերացրեք ինչ է սպասում այդ երկրում սա էլ նրա պայծառ ապագան է Ռուսաստանի հետ նորից հարցերը այն չեն ռուս-հայկական բարեկամությունը ինչի վրա է հիմնված քրիստոնեության վրա չես ասի հիմնված է պարզապես այդ ժողովուրդները ընդհանուր բնավորություններ ունեն այսինքն բռնկուն են էմոցիոնալ են հայրենասեր են ունեն թագավորասեր են եղել ժամանակին հետո դավաճանել են լավ հիշում են որ իրենց թագավորներին իրենց ձեռքով օտարների ազդեցության տակ սպանեցին վերացրեցին էս էլ են հիշում ահա ձեզ ընդհանրություններ Չինաստանը մեզ համար մնում է դասական տրադիցիոն մի հեռանկար որի հետ հարաբերությունները պետք է զարգացնել առանց վախենալու Չինաստանի մեջ լուծվելուց եթե հայը կլուծվի Ռուսաստանում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, հայը չինական միջավայրում չի լուծվի։ Ինչու՞, որովհետև չինացին ինքը նման մտահղացում չունի այլ ազգերին լուծի իր մեջ։ Չինացին բազմանում է իր ներքին ռեսուրսների հաշվին, իր մաքուր գենի հաշվին եւ չի խառնում ժողովուրդներին իր մեջ։ Այն ինչ որ տեսնում եք բոլորի մոտ։ Հետևաբար միակ ապահովությունը գոյատևելու, չլուծվելու, որտեղ չինացին չի ուզում լուծվի։ Նա ավանդապաշտ է, հարգում է իր անցյալը, իր անցյալներին եւ իր գենետիկ մաքրությունը։ Եվ բացի դրանից նա ռասայական տարբերություն ունի հայի նկատմամբ։ Բայց ընդհանրական է հայը եւ չինացին նույն ձևի պահպանում են իրենց տեսակը եւ անկախ նրանից որ հայը ինչքան թվականակով քիչ է եւ չինացին ինչքան մեծ է թվականակով ու բայց ունեն մշակութային շատ հնադարյան պատմություններ նրանք իրար կհասկանան կես խոսքից Չինացին էմոցիոնալ չի սեռային լիրիկական հարցերում շատ զուսպ եւ սահմանափակված եւ հայերի հետ որպես հնագույն ազգ ինքը իրան շատ երջանիկ կզգա չին հայկական միասնությունը ահա մեր ապագան եւ երեկվա խոսակցության մեջ ես ձեզ նույնիսկ այսպեսի միտք հայտնեցի որ Չինաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում մենք ցանկալի կուզենանք ունենալ մեր կողքը մեր պատմական հայրենիքի հարևանությամբ Չինաստան Եվ եթե չին-թուրքական հարաբերությունները, որը Էրդողանը դրեց, որ Ուրգուրիայում դուք մեր ազգային հայրենիքն եք, անկախություն չեք տալիս, ապա հայերը կարող են օժանդակել։ Դառնան Մինսկի նման Երևանյան համանախագաներ պետք չեն, այլ
խորհրդատու Չինաստանին, որ աշխարհում այսօր կան անբացահայտելի հարցեր, եռացող կետեր, խաղաղություն է պետք, ստեղծագործություն, խաղաղ աշխատանք, բարեկամ իրար հասկացող ժողովուրդները պիտի կազմեն իրար հետ հարևանություն, իսկ նրանք, որոնք իրար ատում են եւ պատմականորեն այդտեղ չեն բնակվում, պիտի հեռանան իրենց մայր հայրենիքը, ինչպես Իսրայելը հրյաների հայրենիք դարձավ 2000 տարի կորուսյալից հետո։ Այդպես էլ հայերը կարող են միջնորդել, որպեսզի Չինաստանը իր թուրքալեզու ժողովուրդների տարածքները փոխանակի Թուրքիայի տարածքների հետ, ամբողջապես պետությունը 60 միլիոնով կամ ով կմնա, ով կգնա հայտնի չի, տեղափոխվեն Չինաստանի տրամադրած 2 անգամ Թուրքիայի տարածքից մեջ տարածք, իսկ այդ տարածքը անցնի Չինաստանին եւ Չինաստանը մոտենա Եվրոպային, փակելով Հայաստանի հետ բոլոր առնելիքներն ու պարտքերը, այսինքն Հայաստանին վերադարձնի իր պատմական հողերը, ասես դու ես, չէ՞, հա, շատ լավ։ Հույներին ինչ եք ուզում, պահանջում եք, Կիպրոսն եք ուզում, հա, Կիպրոսն էլ ձեզ վերցրեք։ Իսկ մնացած բյուզանդիական կայսրության տարածքները անցնի Չինաստանի տնօրինությանը հարհավիտյան։ Մենք կունենանք չինացիների հետ մի հատ լավ սահման պատմական մեր հողերի վրա Հայաստանում։ Չինաստանն ա եղել մեզ համար ավելի բարենպաստ այդ պայմաններում, թե Հռոմն ու Բյուզանդիան, որ մեր կյանքը կերան հազարամյակների մեջ, թե հետո նրանց փոխարինության եկած Թուրքիան, որը ցեղասպանություն արեց։ Էսի դրեք կշեռքի վրա եւ հայկական քաղաքականությունը մտածեք կառուցել այս ուղղությամբ։ Մեր հարևանները պիտի դառնան պատմական Հայաստանի չինացիները։ Սա եթե ասվում, այս խոսքը տիեզերք է գնում։ Եվ մենք ցանկանանք, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները կազմակերպեն մեծ ներգաղթ դեպի իրենց պատմական հայրենիքը, որը տարածքով ավելի մեծ է, քան Թուրքիան, Օսմանյան Թուրքիան կարողացավ պահպանել կայսրությունից հետո, որի մեջ կան վիճելի տարածքներ, որոնք պատկանում են հայերին։ Այս քաղաքականությունը որպես քարտ մեջտեղ պիտի հանվի հիմա, որպեսզի նրանք հասկանան եւ նրանց ընտրելու իրավունք պիտի տրվի։ Եթե հայրենիքիդ ես ուզում վերադառնալ, ահա ցես չինական հայրենիքը, գնա տեղավորվիր, բայց այդ հողերդ պիտի փոխանակես Չինաստանի հետ։ Պատմական Հայաստանը կանցնի Հայաստանին, մնացածը կանցնի Չինաստանին, մեռնեմ օրենքին, միջազգային օրենքի, փոխանակության, թրեյդի, առևտուրի, ոնց որ կա, այս հարցը որ դրվի միջազգային քննարկումների, այդ ժամանակ կհասկանանք, որ շատ լավ բան է կատարվում։ Մեր հարևանները, պատմական Հայաստանի հարևանները դառնում են։ Ովքեր են։ Մի կողմում իսլամն է, այս կողմում թող բուդդիզմն լի, չինական, եթե որոնք շատ էլ լավ հանգիստ կրոն են, բացի դրանից այդ ժողովուրդները աշխատասեր հայի նման, պատվախնդիր հայի նման, ամեն ինչով հայի նման, բայց ռասան ուրիշ է, եւ իրենք չեն ուզում խառնվել հային կամ որևէ այլ ժողովրդի, եւ հայն էլ չի ուզում կորցնել իր գենը։ Տեսեք ինչ հրաշալի պայմաններ են, ինչից պիտի վախենան։ Ուրեմն քաղաքական քարտը պատրաստ է, Էրդողանի հայտարարությունը ուժի մեջ է, հայկական դիվանագիտությունը թող մեջտեղ գա, այս հարցը առաջ հրի Չինաստանի հետ բանակցելով, չինացիները շատ գոհ կլեն, ուրախ կլինեն, իրենց մեջ էլ բուդդայական, մուսուլմանական հարցերը կվերանան, մուսուլմանական պետությունները թուրք, ուրգուտ ցեղախմբերը կմիանան իրար, կկառուցեն մոնղոլ թաթարների հետ իրենց
պայծառապական, այն ինչ որ երազում էին ունենալ մի հատ մեծ պետություն, որտեղ ընդգրկված կլինեն մուսուլմանական ժողովուրդները, մոնղոլները, թաթարները, ղազախները, Պակիստանը, Աֆղանստանը, բոլորը միտեղ։ Եվ նրանք վերջնականապես չեն երազի բյուզանդային պատկանող, հույներին պատկանող, հայերին պատկանող հողատարածքները հայերին մաքրելով միացնեն, հետո գնան մինչև Չինաստանի Փարիզ փաստեն, ասեն հոպալա մենք դարձանք մուսուլմանական մի հատ հզոր կայսրություն, ասում ես չէ, հզոր կայսրությունը ձեր երազանքը, թուրքալեզուները միասին ապրելու երազանքը, որ ձեր ուղեղի մեջ մտցրին պանթյուրքիզմի անվան տակ, կարելի է կառուցել խաղաղ ճանապարհով, հանգիստ, առանց այրուն թափելու, մարդավարի, երկու անգամ շատ տարածքներ եք ստանում, որը Չինաստանին է պատկանում, ձեր տարածքը զիջում եք Չինաստանին, պատմական Հայաստանը վերադարձվում է Հայաստանին եւ երկրագունդը խաղաղվում է այդ կետում։ Այո, ամենուր եք, հարցեր չեն առաջանում։ Եվ ես ինչ որ խոսում եմ, գլոբալիզացիայի ծերունիներին դաս եմ հայտարարում, որ այս ճանապարհով գնացեք։ Եթե ուզում եք երկրագունդը վայելեք, եթե ուզում եք բոլոր ազգերը աշխատեն, դուք էլ ուտեք, խմեք, քեֆ անեք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ընտրությունը ձերն է, ձեր անունը կլինի Օբամա, Դիմիտրիև, չգիտեք, Բոգդան Խմելիցկի, թե Մուկլուխու Մակլայ, հետագայում ով կլինեք, ովքեր որ բեմ դուրս կքան պարելու, իմանան, որ եթե ուզում են լավ հանգիստ ապրեն, պարզապես իրենց ծերունների համար, ապա պետք են գլոբալ տեղափոխություններ, հակասությունները վերացնելու համար, որոնցից մեկը հայ-չինական, հայ-թուրքական, թուրք-չինական, հիմա առաջացավ չէ, Չինաստանին մեղադրում է իմ հայրենիքում ապրող թուրքալեզու ժողովուրդները անկախություն չունեն, Չինաստանը բռնի կոտոշից եւ ասի անկախություն, դրա եղածն ինչա չտանք, ոնց ես պատկերացնում, սեն, շնտրեմ, մաքրվի Հայաստանի կողքից, արի իմ հարևան, քու պատմական հայրենիքը, որտից առաջացել 1000 տարի եւ դադարգյուն արեցիր մնացած ժողովուրդներին։ Հիմա վերադարձի ապրի։ Տեսնենք ինչ կպատասխանի Էրդողան բեյը։ Ստեփանակերտի համաժողովի մասնակիցները հավաքվել են եւ հետաքրքիր համաժողով է տեղ ունեցել։ Սա քննարկման նյութ է։ Հուլիսի 14-ին ոչ մադրիդյան նորացված սկզբունքներին։ Ես երեք ասացի, որ նորացված սկզբունքները, որ ասում են տարածքների ամբողջականություն, պետք է հասկանալ, իրանք այլ բան են ասել, բայց դուք այլ ձևով հասկացեք, ինչի եք վատացել։ Այո, Ղարաբաղի տարածքների ամբողջականությունը մադրիդյան սկզբունքներով չի կարելի խախտել։ Բանակցությունները պիտի գնան զինադադարի սահմանի շուրջը։ Դժվար է էսի հայտարարել, ասել, որ շատ լավ է մադրիդյան սկզբունքները։ Ինչու հանկարծ քչփորել, որ դա վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ինչի է այդպես պատկերացվում։ Այսինքն մենք մեզ համար հակապատկեր ենք ստեղծում։ Մադրիդյան սկզբունքն ասում է, որ 20 տարի առաջ տեղ ունեցան դեպքեր, 20 տարի առաջ, որի ընթացքում առաջացել են երկու պետություններ, նրանց միջև կա սահմանների ճշգրտման, հարաբերությունների հաստատման հարց։ Դրա պատճառով մինչև հիմա կողմներից մեկը համբերությամբ սպասում է միջազգային ճանաչման, չնայած ունի շատ դաշնակիցներ, բայց ասում առաջ զինադադարի դաշտով պայմանավորվենք, սահմանները ճշգրտենք երկու պետությունների միջև, այսպես։ Հետո նրանից հետո կորոշենք, որովհետև նույնիսկ եթե Ղարաբաղը անցնի քվեարկությամբ դեմոկրատական Ադրբեջանի հետ մի պետություն կազմելու, միևնույն է ինքը ունենալու է ինքնավարության սահմաններ։ Իսկ ինքնավարության սահմանները պիտի ճշգրտվեն, դա չեն կարա
նվիրվեն։ Հետևաբար հիմա առաջ պիտի ընդունվի սահմանների ճշգրտումը, երբ որ անկախ Ղարաբաղը կհաստատվի այս սահմանների մեջ եւ այդ բանակցությունները զինադադարի պայմանագրից հետո բխող սահմանների ճշգրտումը, ուրիշ ոչ մի բան չկա։ Չեք վատացել։ Որին պիտի մասնակցի զինադադարը կնքած կողմերից, ով որ ստորագրել է Ղարաբաղը։ Էս էլ չլինի թուրք ռուսական 21 թվականի Ղարսի պայմանագիրը, Մոսկվայի պայմանագիրը եւ այլն։ Հանկարծեսի չլինի, որտեղ հայկական կողմը բացակայում է վրացյանի ինտրիգների պատճառով, որի ժամանակ Հայաստանի բախտը որոշում են ռուս բոլշևիկ սիոնիստները եւ թուրք սիոնիստները։ Այդպիսի բան չլինի, թույլ չտալ պատմության մեջ։ Հետո ինչ որ սերունդա փոխվի։ Հետո ինչ որ Օբաման անտեղյակա, ոչինչ չգիտի, տղան, կամ Սարկոզին, կամ Մեդվեդևը։ Ոչ մեկը ոչինչ չգիտի, բայց ո՞ւմ մենք գինենք, որ երբեք թույլ չենք տա, որ բանակցությունների իրավական կողմերից մեկը բացակայի եւ նրա փոխարեն ինչ որ բրյազաներ որոշեն, թե ինչ պիտի լինի։ Այդպիսի բան չի լինի։ Մենք պատմությունը գիտենք եւ ամբողջ հայությունը կենտրոնացված դրա մեջ։ Եթե Ադրբեջանի հետ բանակցություններում այսօր Հայաստանը հետ չքաշվի, ասի ես էլ չեմ բանակցում, եւ մեջտեղ չկա Ղարաբաղը, ասի զինադադարը ես եմ կնքել, խոսքը իմ պետության մասին է, իմ հողերի, իմ սահմանների, հետեւաբար Հայաստանը այստեղ գործ չունի, նա կատարել է իր միսիան, ինչպես Միացյալ Նահանգներն են կատարում իրենց միսիան աշխարհի տարբեր երկրներում, փրկելով ժողովրդավարությունը եւ թույլ չտալով ցեղասպանություն։ Հայաստանը այդպիսի մի պետություն է ներկայացնում, ինչպես Միացյալ Նահանգները գործում էին Եվրոպայի հետ համագործակցված Բալկաններում, Հայաստանն էլ գործում է Կովկասում եւ թույլ չի տալիս։ Վաղը միսօր որ Վրաստանը հանկարծ փորձի իր ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություններ եւ ցեղասպանություն առաջացնեն, ինչ Հայաստանը պիտի լռի, չի լռի։ Ադրբեջանում եթե սկսվի ազգային փոքրամասնությունների նկատմամբ, պիտի լռի, չէ, էլի պիտի իրեն նետի, որովհետեւ իր հարևաններն են, պիտի օգնի։ Եթե Միացյալ Նահանգները օվկիանոսների վրայից են օգնում, ապա Հայաստանի խղճին դեմը իր ցանկապատից այն կողմ մխկտացող ժողովրդին ձեռք մեկնել։ Ձեռք մեկնել առաջինը Ղարաբաղի ժողովրդին, որը ինքնուրույն որոշեց, արեց, հաղթեց, ամեն ինչ արեց, հիմա հայտարարվում է, որ Հայաստանը ագրեսոր է, դրա համար առաջի հարցն է, որ Հայաստանը դուրս գա բանակցություններից եւ նրա տեղը բռնի Ղարաբաղը։ Ում ես ագրեսոր ասում։ Ես եմ քեզ ծեծել Աղդամի հարթավայրերում ու դու փախել ես նապաստակի նման։ Ինչ ագրեսորի մասին է խոսում։ Չնայած դու ունեիր վարձկաններ եւ փորձում էիր կրոնական պատերազմ տանել մեր դեմ, իբր թե քրիստոնյաներն ու մուսուլմաններն են կռվում, այնպես ինչպես պատմական Հայաստանում ապրող հայերի անունը դրել էին քրիստոնյաներ եւ մասլիմներ, իբր թե ցեղասպանությունը ոչ թե հայերի եւ թուրքերի հետակապած, այլ քրիստոնյաների եւ մասլիմների։ Հələ սրանց խելքը նայեք, այս Եվրոպայի մանուկների։ Եվ ազգային պատկանելություն ունեցող հայերը շատ հանգիստ Ղարաբաղի բանակցություններից կարող են դուրս գալ, որովհետև նրանք կատարել են իրենց միսիան բանակցությունների մեջ ստորագրված է ուժ չկիրառելու քաղաքականություն։ Վերջ։ Ոչ Հայաստանը կարող է զենք գործածել, ոչ Ադրբեջանը, ոչ որևէ երրորդ երկիր։ Բանակցությունների վերադառնում է Ղարաբաղի հանրապետությունը եւ ասում է, ինչ եք ասում։ Զինադադարը ես եմ կնքել։ Իմ հարցերը ես պիտի լուծեմ։ Նորից սկսենք ամեն ինչ, որ ասեն այո, ուրեմն առաջինը Հայաստանը եթե չի բողոքում, ես դնում եմ միջազգային հարց։ Հին ջուղայի խաչքարերը պիտի կպցնեք իրար։ Ու ես պիտի գամ նկարեմ, որպեսզի երևա, որ Հայաստանի իշխանություններին չեն կաշառել։ Որովհետև կարծես թե Հայաստանի իշխանությունները կաշառված են։
հայկական մշակութային կոթողները ոչնչացվում են Ադրբեջանի կողմից, իմ համար Հելսինկիում, Մադրիդում ինչ որ պայմանագրեր է մոգոնում, որ ես պիտի հանրաքվե անցկացնեմ նորից նոր, ինչ որ Ադրբեջանի կազմում, ինչ որ հանձնախմբեր պիտի կանգնան, այդպիսի բան չկա։ Ես հիմա օգնում եմ, որ Հայաստանը իր մշակութային կոթողները Թուրքիայում, Ադրբեջանում եւ այլուր Պարսկաստանի հետ գործ չունեն, որովհետեւ Պարսկաստանը մեր եկեղեցիները պահպանում է, սկսված Աբգար թագավորից Թադեոսի վանքից սկսած։ Այդ լավ է։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիայի հետ կապված հարցեր ունենք։ Հայաստանը եթե վախենում է այսօր ինչ որ ճանապարհների, ինչ որ հարցերով, որ Թուրքիայի հետ բարեկամություն հայտնի ու Եվրոպա դուրս գա, ապա Ղարաբաղը հայտարարում է, որ ինքը դեմ է նման հայաստանյան քաղաքականությանը։ Ինքնուրույն ձևով հայտարարում է, որ Թուրքիայում բնակ գտնվող պատմամշակութային հայկական, որի ինքն էլ տերն է դրանցից։ Հետո ինչ։ Մշակութային այդ կոթողները պիտի պատկանեն հայերին, թեկուզ տարածքով գտնվեն Թուրքիայում։ 100 տարով Թուրքիան իրավունք չունի այդ տարածքներում որևէ մի փորել, փոսփորել, բան հանել, այդ հանագիտական պեղում դուրս եկավ, Թուրքիան կապ չունի։ Անմիջապես հայ մշակույթը, կենտրոնները հայագիտական գալու են գլխին կանգնեն։ Մեր քանի զինվորներ էլ փշալարը քաշեն ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի զորքերով ասեն Թուրքիա չմոտենաս այս փշալարերին։ Համաձայն այս ինչ պայմանագրի հայտնաբերված պեղումների տերերը հայերն են։ Դժվար է այս բաները մեջտեղ բերելը։ Թուրքիայի հետ բանակցությունները միայն սրա շուրջը կարելի է վարել, որ հողի տակից դուրս եկածը հայկականն է, հողի մակերևույթի վրա ժամանակավոր ինչ որ հարցեր կան, որը լուծված չի, ցորեն եք ցանում, լոբի եք ցանում, մարախուանա եք ծխում, ինչ եք անում եք, էդի արեք, վերջացրեք, բայց հողի տակից մի հատ քար դուրս եկավ, այդ մերն է։ Եվ էսի դրվի հարց, որովհետև եթե չպաշտպանվի այդ միջազգային ուժերի կողմից ջուղայի խաչքարների վիճակին կհասնենք, կգտնեք, կջարդեք, կփոշիացնեք, կփորեք, կգտնեք, կջարդեք, հետո ով կտուժի, համաշխարհային մարդկությունը իհարկե, որտեղ որևից մի օր դուք պիտի փախչեք այստեղից, գնաք դեպի Ուրգուրիա, հյուսիսային Չինաստան, որտեղ այնտեղ ձեր հայրենիքն է, բայց ձեր ավերածությունները ով պիտի հավաքի, հետո ընկնենք սոսինձներ հնարենք, նոր քիմիական ցեմենտներ, բաներ, որ ձեր ջարդածները իրար կպցնենք, էսի գործ չի։ Հետևաբար Ղարաբաղը կարա էսի մասածները դնի սեղանի վրա ասի։ Հենց այս ձևով Հայաստանը եթե իր իրավունքները չի պաշտպանում, դա իր գործն է, բայց հայկական մշակութային կոթողների պաշտպանությունը իմ գործն է, որովհետև ես գիտեմ ինչ է նշանակում դրանք պահպանել եւ կորցնելը։ Հետևաբար իր ամբողջ ձայնով Ղարաբաղը պետքա դուրս գա։ Առանց Հայաստանին բանի տեղ դնելու եւ երբեք չքաշվի, որ Հայաստանի ղեկավարությունը ժամանակին իրեն իր մոտ օգնել են իրան ազատագրական պայքարում։ Փոխվել է ժամանակը, կարող է օգնես, հետո գնաս ծախես այդ գործը։ Ով է տերը։ Ուրեմն ղեկը պիտի պայի Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, նախագահը եւ այն ուժերը, որոնք որ իմ ասածները ընդունում են։ Այսօր ով է կանգնել այդ գործի վրա։ Ինչի է տեղի ունեցել Ստեփանակերտի համաժողովը, որովհետև միայն դաշնակցությունն է իմ նման մտածում։ Մնացած կուսակցությունները եւ շատ ուրախալի է, որ դեպքերի առումով դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ։ Թե չէ պաշտոն ինչ որ բան էս կոմենկով խեղճացնելու էր։ Եթե Սփյուռքյան ընկերները դրսում կարողանան դաշնակցությանը մեջ կանգնել, որպեսզի նա քաղաքական այսպիսի արտացումներ կատարվի Ղարաբաղում եւ ուժ տա, ուրեմն մենք կհաղթենք։ Հայաստանյան քաղաքականության մեջ դաշնակցությունը եթե խառնվի, ինչ պիտի խառնվի։ Կոալիցիայի մեջ մտավ, տեսնում եք ոչ մի բան էլ չկա։ Մեծամասնական ընտրությունը ինքը փոքրամասնություն է։ Պարզապես ինքը լռում է, բայց լավ էր որ դուրս եկավ։ Հիմա որպես հայության վտանգ ներկայացնող միակ
նրա դեմ կանգնողը դուսագալի դաշնակցությունը, որը Ղարաբաղում գնացել համաժողով արել։ Տեսակ ինչ եղավ։ Ամիսներ, տարիներ առաջ ես անընդհատ դաշնակցությանը քարկոծում էի, բայց այսօր շոյում եմ, որովհետև ծանր այս օրերին հանկարծ դաշնակցությունն է կանգնում։ Դաշնակցության նորագույն սերունդը, որը կապ չունի վրացյանների հետ, որովհետև եթե հանկարծ վրացյանները լինեին, առաջինը իրենք էին ծախելու, ինչպես այն ժամանակ, բայց հիմա իրադրությունը փոխվել է, դերակատարները այլ են, հիմա նախկին ծախողների մեջից առաջացել են հայրենասերներ, նախկին հայրենասերների մեջից ծախողներ, ազատամարտիկները, որը կռվում են Ղարաբաղի համար, այսօր Ղարաբաղին հայոյում են, ամեն ինչ փոխվում է, հետևաբար պահի լրջությունը իրականության մեջ մենք գնահատում ենք ռեալ ժամանակով, Ղարաբաղում նստել են դաշնակցությունը եւ համաժողով են անցկացրել եւ ուժ են տվել Ղարաբաղի կառավարությանը, ինքնուրույնության, նույնիսկ Հայաստանի դեմ դուրս գնա բանակցություններից, ես ովքեր չեմ վզից նստացրել քեզ, արդեն դու հասար օգնությանը, որ ռազմական ուժ կիրառել չի կարելի, եթե մեկը կկիրառի, քու պայմանագրի հիման վրա գքաս կխառնել, բայց հիմա քաղաքականության մեջ իր վրա ճնշում չդնես, ես բանակցում եմ Ադրբեջանի հետ այսօրվա սահմանների ճշգրտման ուղղությամբ, որը կոչվում է երկու պետությունների միջև հողային ամբողջականության հարցեր։ Համաժողովին, որը տեղ ունեցավ Ստեփանակերտում հուլիսի 10-ից 11-ը, ՀՅԴ-ի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից անցկացված, տեսեք ինչ դաշինք առաջացել։ Հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղյան խնդիր, համահայկական համաժողովի գլխավոր արդյունքն։ Համաժողովին մասնակցեցին ավելի քան 120 պատվիրակներ աշխարհի 25 երկրներից։ Այս լրատվությունը շատ կարևոր էր ամբողջ հայության համար։ Սա պիտի դառնար առաջինը, որ 25 երկրներ սփյուռքյան հայեր 120 պատվիրակներով կազմակերպած Ղարաբաղում համաժողով են անցկացրել։ Մասնավորապես ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Կանադայից։ Մասնակիցների մեծամասնությունը ներկայացնում էր դաշնակցությունը եւ ԼՂՀ-ն։ Սակայն բացի նրանցից հրավիրված էին Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հայտնի հասարակական մշակութային գործիչներ Հայաստանից եւ Սփյուռքից։ Թեև համաժողովը ծրագրված էր Իտալիայում մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումից շատ առաջ, սակայն ԵՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների Ակվիլում արված համատեղ հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նոր ազդակ հաղորդեց քննարկումներին, առաջացնելով համընդհանուր վրդովմունք եւ Ստեփանակերտի համաժողովի մասնակիցների անբարյացակամ վերաբերմունքը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դիմիտրի Մեդվեդևը, Բարակ Օբաման եւ Նիկոլա Սարկոզին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասում է, որ Երևանին եւ Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը։ Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացման տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները։ Ակվիլայում ընդունած փաստաթղթում երեք երկրների ղեկավարները կոչ են անում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին վերացնել իրենց միջև առկա որոշ տարաձայնությունները եւ ավարտել այդ հիմնական սկզբունքների համաձայնեցումը, որը կկազմի կարգավորման համապարփակ ծրագիր։ Ուրեմն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին կոչ են անում։ Հայաստանի նախագահը կապ չունի Ղարաբաղ պետության հետ, որը զինադադարի պայմանագիր ունի Ղարաբաղի հետ։ Հետևաբար Հայաստանը ինչքան շուտ բանակցություններից հեռանա, մեջտեղ բերելով Ղարաբաղի կառավարությանը, այնքան իրադրությունը կպարզվի, շատ արագ կպարզվի։ Իսկ եթե Հայաստանը հանկարծ չհեռանա, դավադրաբար,
իբր թե Ղարաբաղին է պաշտպանում միջազգային դիվանագիտական ճանապարհներին, ապա մենք կհասկանանք, որ Հայաստանում գործում են այլ ուժեր եւ այս ամբողջ հայկականության դիմակահանդեսը կբատրի իր դեմքը։ Այս սկզբունքների համաձայն նախատեսվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂՀ-ի բանակի կողմից ազատագրված տարածքների մեծ մասի վերադարձ, փախստականների վերադարձ եւ հետո միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկում։ Համաժողովի որոշ մասնակիցներ նույնիսկ կարծիք են հայտնել, որ Ղարաբաղը կարող է խաղաքարտ դառնալ գերտերությունների ձեռքում տարածքաշրջանում ազդեցության եւ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տիրանալու համար։ Իր տեսակետը համաժողովում այս առաջարկությունների վերաբերյալ արտահայտեցին Ղարաբաղյան իշխանությունները։ Այսպես ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նշեց, որ Ղարաբաղն իր տեսակետն ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ առանց նկատի ունենալու Արցախի ժողովրդի կարծիքը Ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում կենսունակ չի լինի։ Ինչպես ԼՂՀ-ի ներկայացուցիչներն, այնպես էլ համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ եթե Ղարաբաղն իրավունք ուներ իր ստորագրությունը դնելու հրադադարի մասին համաձայնագրի տակ, որպես զինված հակամարտության մասնակից, ապա այն նույնպես իրավունք ունի մասնակցել բանակցային գործընթացին, որպես բանակցությունների լիիրավ սուբյեկտ։ Հստակ այլ ինչ-որ ասում էի ձեզ։ Այլ ձև չկա։ Ղարաբաղի տերը ղարաբաղցիներն են։ Հայաստանի կառավարությունը չի, Հայաստանի կառավարության դերը տվյալ կոնֆլիկտի մեջ տարբեր ժամանակներում բացատրեցի։ Եվ այդ մոտեցումը Հայաստանի կառավարության, որ ինքնա տեր ու տիրական է քաղաքականության ինքնախոսում, լրիվ ավելորդ է, որովհետև արդեն մի քանի նախագաներ են փոխվել Հայաստանում։ Իսկ Ղարաբաղի Հանրապետության ստատուսը դեռ զինադադարի պայմանագրով է որոշված։ Նշվեց, որ Ադրբեջանին ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գործու վերադարձը դրա դիմաց ԼՂՀ-ն երկար ինչ-որ միջանկյալ կարգավիճակ ստանալու փոխարեն եւ գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն ապագային թողնելը բացարձակապես անընդունելի է։ Համաժողովի վերջնական բանաձևում մասնակիցները ընդգծեցին, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ նրա ժողովուրդն արդեն արտահայտել է ինքնորոշման ցանկությունը 1991 թվականի անկախության եւ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության ընդունման հանրաքվեների միջոցով։ Բանաձևում նշվել է նաեւ, որ Արցախյան խնդիրը պետք է լուծվի բանակցությունների եւ զիջումների ուղով, բայց այդ զիջումները փոխադարձ հավասարարժեք եւ միաժամանակյա պետք է լինեն եւ ընդհանուր փաթեթի մաս հանդիսանան։ Իր տեսակետը համաժողովում նախագահների համատեղ հայտարարության վերաբերյալ արտահայտեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանը։ Ղարաբաղյան հակամարտությունն առաջացավ Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով, որը սկզբում փորձեց վախեցնել Ղարաբաղի ժողովրդին, էթնիկ զտումներ էր իրականացնում, ինչից հետո լայնածավալ պատերազմ սկսվեց։ Ագրեսորն այս հակամարտություններում հենց Ադրբեջանն էր, որն այսօր փորձում է խեղաթյուրել իրականությունը, ասաց նա լրագրողներին։ Շավարժ Քոչարյանը հիանալի միտք է արտահայտել։ Փոխնախարարի կարծիքով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունն օժանդակում է Ադրբեջանի խեղաթյուրված մոտեցման այս հարցում։ Դա երաշխիք չէ, որ մենք իսկապես կարող ենք գնալ կարգավորման, նշեց նա այս առիթով։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ համատեղ մամուլի ասելություն նշեց, որ ողջունում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը։
Հիմա այստեղ պիտի մենք մտածենք, որ Էդվարդ Նալբանդյանն էլ է երևի իմ նման հասկացել կարող է, որ ասել են տարածքային ամբողջականության ելնելով պետք է իրար հետ բանակցեք եւ հարցը լուծեք, իգտել է ողջունել, որը մենք պիտի ընդունենք թշնամաբար, վստահ ենք, որ չի հասկացել նրանց միտումը, եւ ես փորձում եմ նրանց միտումը շուռ տալ, ասել, որ նրանք մեզ օգնում են, ասում են, որ զինադադարի պայմանագրի մասնակիցներից Ղարաբաղը թող դուրս գա եւ երկու պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջը, որը բխում է զինադադարի կնքած պայմանագրից, ճշգրտեն սահմանները։ Ես այսպես եմ պատկերացնում։ Բայց ես այս խոսքերը պիտի ասի օրինակ Էդվարդ Նալբանդյանը, առանց ողջունելու, նա պիտի ասի, ես էլ եմ այդպես պատկերացնում եւ ողջունում եմ Մինսկի համանախագահների երկրների նախագահների միացյալ հայտարարությունը։ Էսի հասկացանք, բայց որ այսպես վերակենում ու կենացավարի Նալբանդյանը ողջունում է հայտարարությունները, անհասկանալի է այդ, որտեղ նրանք արդեն թույլ են տվել այն սխալը, որ ազատագրական պայքարը իրենց համար, մեր համար ձեռնատու է, վերահացվել տարածքային ամբողջականության հարցերը քննարկող երկու կողմերի բանակցությունների։ Ազատագրական պայքարը վերջացել է արդեն պատերազմով, ինքնորոշման եւ հիմա առաջացել է նոր հարց։ Երկու կայացած պետությունների միջև պիտի տարածքային ամբողջականության վերաբերյալ սահմանների հողերեսկոմ ենկոմ տալ։ Սա ուրիշ բան է։ Հետևաբար Էդվարդ Նալբանդյանը պետք է վերանայի իր պատանեկությունը, որպեսզի խոսքերը լավ տեղավոր եւ հենց այնպես մերկանդամ չողջունի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի Ֆրանսիայի նախագահների հայտարարությունները։ Տեսեք ինչ ասում, ես ողջունում եմ այն մեծ ուշադրությունը, որը համանախագահ երկրների նախագահները հրավիրում են հակամարտության կարգավորմանը, ասաց նախարարը։ Այս է Նալբանդյանի խոսքը։ Ես ողջունում եմ այն մեծ ուշադրությունը։ Տափակություն։ Ինչ ուշադրության մասին է խոսքը այդ երկրների կողմից։ Իբր թե բան ու գործ չունեն, քեզ ժեստ են անում, որ ուշադիր ենք ձեր հարցի նկատմամբ։ Եվ այստեղ երևում է Էդվարդ Նալբանդյանի ոչ պատրաստված վիճակը, որ ինքը մեծ ուշադրությունն է ողջունում։ Ոչ թե ողջունումը, որ համանախագահները վերջապես հասկացան, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային արդեն կայացել է, Ադրբեջանը ինքնորոշված է, Ղարաբաղը ինքնորոշված է, եւ հիմա գնում են տարածքային ամբողջականության շուրջը բանակցություններ զինադադարի պայմանագրից բխող, որին պիտի մասնակցի Ղարաբաղը։ Հայաստանը գործ չունի նրանց սահմանները հետ առաջի վրա։ Եվ ոչ մեկը գործ չունի։ Պիտի իրար հետ խոսեն Ադրբեջանն ու Ղարաբաղը։ Փոխանակ սրա վրա ուրախանա ողջունի իմ ասածները։ Ուրիշ բան է խոսում։ Ուշադրությանն է նա։ Ողջունում եմ այն մեծ ուշադրությունը։ Ես երեխային էլ հարկավոր է ինչպես երևում պոնչիկանոց տանել մի հատ։ Նրա խոսքերով Երևանը շնորհակալ է համանախագահ երկրների նախագահներին հակամարտության կարգավորման ուղիով առաջ ընթանալու հարցում կողմերին աջակցելու համար։ Փակ մտքեր կողմերին աջակցելու համար։ Հարկ է նշել, որ վերջին իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ եւ ապրիլի 22-ի հայ-թուրքական հայտարարությունը ճանապարհային քարտեզի ընդունման վերաբերյալ դժգոհության հսկա ալիք է բարձրացրել Նալբանդյանի գործնեությունից եւ համաժողովի որոշ մասնակիցներ նույնիսկ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։ Տեսակ ինչ եղավ։ Փաստորեն այդ թմբլիկ նախարարը, արտաքին գործերի նախարարը, որը եկավ փոխարինելու չեչոտ Ամերիկայի կողմից նշանակված նախորդ նախարարին, հիմա Ղարաբաղում նստած դաշնակցականները աշխարհի բոլոր կողմերի եւ Ղարաբաղի կառավարությունը, հասարակական կազմակերպությունները ասել են այդ մարդը մեզի թշնամի է իր վարկով եւ նախարարի հրաժարական կպահանջեն։ Շատ տրամաբանական է ելքը։ Այս կապակցությամբ հարկ է նշել համաժողովում Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթը, սա էլ անդ է,
որի մասին ես ասում եմ, որը դատապարտեց ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականության գործնեությունը։ Այս էլ դատապարտում է։ Որ իշխանությունների, երևի Հայաստանյան։ Արտաքին գործերի նախկին նախարարը կարծես ուշադրությունից դուրս թողեց այն պահը, որ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախարար Նալբանդյանը միայն շարունակեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ անձամբ իր Վարդան Ոսկանյանի սկսած գործընթացները։ Տեսեք, տղամարդավարի ճակատին խփում է Հայկ Խալաթյանը։ Այս հոդվածի հեղինակը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունից հետո դրանք կարծես մղվեցին երկրորդ պլան, սակայն համաժողովում ընդունված բանաձևում ընդգծվեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջև պետք է կայանա առանց Թուրքիայի կողմից նախապայմանների, ինչպես նաեւ առանց ազդեցության Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի եւ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա։ Մենք ողջունում ենք լույս աշխարհի բոլոր մասնակիցները, ողջունում ենք Ղարաբաղում կատարված այս մի քանի օրվա համաժողովի մասնակիցներին եւ զորավիք ենք կանգնում Ղարաբաղի կառավարությանը եւ այն դաշնակցականներին ժամանակակից, որոնք այս գործողությունները գլուխ բերեցին։ Դեպքերի հետագա ընթացքի մասին տեսնենք նրանց մեջ ամեն ինչ տղամարդավար ինչ որ գրում խոսում են, դա է թե հանկարծ մեջները ենթաշերտերում էլի ինչ որ դժվարություններ կհանդիպեն։ Կապրենք, կտեսնենք։ Ստեսություն ձեզ, մինչև հաջորդ հանդիպում։